Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Սիրելի բարեկամներ, այս կիրակի ինչպես եւ խոստացել էինք, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կիմ Երիցյանի մասին պատմող այդ հրաշալի երեկոյի երկրորդ մասը, ինչը նույնպես լի է այսպես վառ հուշերով, հաճելի, անկրկնելի ակնթարթներով։ Ես պարզապես միշտ հպարտացել եմ մեր մեծերով, բայց Կիմ Երիցյանը այն եզակի մարդկանցից էր, որը իր հետքը թողեց հայկական կինոթատերական արվեստում, այնպես որ այսօր էլ առիթ ունեք դիտելու այդ մեծ դերասանի ստեղծագործական երեկոյի երկրորդ մասը, ինչը մենք նկարահանել ենք Աստաֆյան կենտրոնում։ Խնդրեմ։ Բարի երեկո բարեկամներ, եթերում նորից Բարի երեկո Երևան ծրագիրն է, մենք շարունակում ենք տոնել Կիմ Երիցյանի 70-ամյակը։ Ձեզ կողջունեն մեր շատ սիրելի Էմա Պետրոսյանը և Արամոն։ Բարի երեկո ձեզ, սիրելի տիկնայք և պարոնայք, բարի երեկո Կիմ Անդրեյչյան։ Ձեզ քաջ առողջություն, ցանկանում եմ ձեզ երկար տարիների կյանք և մի բան եմ նկատել, ձեզ ճանաչողները և ով ձեզ չգիտի մոտիկից, հենց նայում են ձեզ ժպիտ է առաջանում, անկեղծ եմ ասում, թող միշտ այդ ժպիտը լինի, իմ խորին հարգանքները ձեզ, շատ շնորհակալ եմ, ողջունում եմ ձեզ։ Ես էլ ուզում եմ միանալ բոլոր ամենաջերմ խոսքերին եւ ասել, որ իսկապես առանց ձեր տեսակի ես դժվարանում եմ պատկերացնել մեր մշակույթը։ Շնորհակալություն, որ կաք։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Վարդերը վարդ են բերում, նույնիսկ համբուրում։ Հյուներ գիշերվա, կամ մաշումներ թե ամառեր, կամ գարուներ չէ ձմեռեր միշտ, ես և դու, մեր ֆինալը գա, իմ ու քո վերջն է դա, կյանքի խաղն է վկա, միշտ վաղը նոր է կգա, Կթերթի է ջնա, ում համար սկիզբ ու վերջ, էլ չկա Տեսայն, կայարանը մեր, ծախաչ Խարևում կամ միանում, լուր սպասում կամ հետ
կդառնա իմ ու քո Կդերթի էջնա ում համար սկիզբ ու վերջ էլ չկա Մեր ֆինալը կա իմ ու քո վերջն է դա կյանքի խաղն է վակա Միշտ վաղը նոր է կգա նոր ալբոմ կդառնա իմ ու քո Կդերթի էջնա ում համար սկիզբ ու վերջ էլ չկա Շնորհակալություն Արամոյից, շնորհակալություն նրա շատ հաճելի տիկնոջից, Էմմա Պետրոսյանից, մեր տոնական երեկոն շարունակվում է եւ դահլիճում նստած մարդկանց մեջ ես տեսնում եմ մի արվեստագետի, որին դուք շատ լավ ճանաչում եք, որի ֆիլմերից մեկը ես բոլորին վերջերս դիտեցի, Պրոմեթեւս հեռուստաընկերության եթերում, Նիկոլո Պագանինիի դերակատարին, մեր շատ սիրելի Վլադիմիր Մսարյանին հրավիրում ենք։ Կամ այսպիսի իմաստություն, որ աշխարհը կփրկի գեղեցկությունը։ Ես այսօր ուզում եմ ասել, որ աշխարհը կփրկի բարությունը։ Հանձինս ձեզ, հանձինս իմ լավ եղբորը, որովհետև մեզ շատ հաճախ Կիմ Անդրանիկովիչ խառնել են, չէ՞, ինձ երբեմն ասում էին դու Կիմ Երիցյանն ես, ես ասում էի այո։ Նույնը ասում են իրեն դու Վլադիմիր Մսարյանն ես, ասում էր այո։ Սա չգիտեմ ինչով էր պայմանավորված, բայց դրա մեջ մեծ խորհրդանիշ կա։ Ես հպարտ եմ, որ ինձ ասել են Կիմ Անդրանիկովիչ, ես էլ այդ ժամանակ մեկ կատակում եմ, ասում եմ ես Կիմ Անդրանիկովիչ չեմ, ես Ռաֆայել Քոթանջյանն եմ։ Շատ նման եք։ Ես Անդրանիկովիչ ջան, ես այնքան ուրախ եմ, որ այսօր մեր այս դժվարին ժամանակներում Պարոն Ղուշյանը նման մի միջոցառում ձեռնարկեց այս հրաշալի այս պանդոկում, որը երբևիցե հիմա մենք ուրախանում ենք եւ կուրախանանք, որովհետեւ սա Աստաֆյան փողոցի վրա է գտնվում, որտեղ քայլեր են մեր հրաշքները, մեր մեծերը, մեր Չարենցը, մեր Իսակյանը, մյուսները, այսօր մենք նստած ենք նման մի պանդոկում եւ ուրախանում ենք եւ մեծարելով ձեր մեծ արվեստը, որին ես հպարտացել եմ եւ հպարտանում եմ, որ դուք կաք ու միշտ կլինեք մեզ համար, որովհետեւ դուք մեծ եք ձեր արվեստով, որովհետև կար ժամանակներ եւ հիմա էլ կա, դուք ամենամեծն էիք, ամենաճանաչվածը։ Ես հիշում եմ այն 70-60-ական թվականներին, երբ երաժշտական կոմեդիայի թատրոնից դուք եկաք մեզ մոտ, այն ժամանակ դուք այնպիսի հռչակ ունեիք, եւ ես երբեմն զարմանում էի, ինչն էր պակասում Կիմ Անդրանիկովիչին, որ թողեց երաժշտականը եւ եկավ։ Երևի շատ բան ունեիք ասելու եւ ասացիք, որովհետեւ դուք չսահմանափակվեցիք միայն կոմիկական դերերով, դուք խաղացիք շատ լուրջ դերեր մեր թատրոնում։ Ես հիշում եմ ձեր շատ խաղացած դերերը, մի դեր էլ հեռուստատեսության, որ ձեզ հետ բախտ ունեցա խաղալու, դա Քերիվանյան էր, որտեղ դուք հրաշալի խաղացիք այդ Սիրիբրյակովի դերը, ես մինչև այսօր հիշում եմ, թե ինչ լրջությամբ, ինչ ոգևորությամբ, ինչ ողբերգությամբ, ինչ դուք արեցիք այդ գործը։ Ես հպարտանում եմ, ես հիացած եմ, որ ձեր ժամանակի դերասանն եմ, ձեր ընկերն եմ, ձեր եղբայրն եմ, ձեր եւ ուզում եմ ի նշան մեր այս հրաշալի երեկոյի ձեր Հոբելյանի, ուզում եմ Չարենցի խոսքերով, չնայած ես երբեք չեմ կարդում,
բայց ձեզ համար կկարդամ այն ինչ որ դուք վեր եք նաև ձեզ համար դա մեծ հրաշք է, որովհետև դուք նաև բացի նրանից որ լինելով մեծ դերասան, մեծ արվեստագետ, նաև մեծ մարդ եք եւ լավ ուտող, խմող եւ աշխույժ եւ թամադա եք եղել եւ ուրախացրել եք նաեւ մեծ խնջույքներ, որոնց շատ ժամանակներում ես էլ եմ ներկա եղել, թե տեսել եմ ինչպես է ակարդիոնը այդ վիրտուոզ մատներով ուրախացնում մեզ բոլորիս, այսօր ես ուզում եմ կարդալ ձեզ համար Չարենցից մի փոքր բանաստեղծություն։ Կուզեմ հիմի զուրնեմ փչի հարբածել եմ մինչև եկուց, ամեն մարդու ընկերել եմ ու բացել եմ մինչև եկուց, ֆայտոն նստած անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես, էշխդ անքում սիրտս էրի ու լացել եմ մինչև եկուց, երթամուրիշ գյոզալների գիր կդնեմ գլուխս տակ, էդ քո ազիս անուշ տեսքով, եկ հարբածել ենք մինչև եկուց։ Վլադիմիր Մսրյան, շնորհակալություն սիրելի բարեկամներ։ Այո, մեր վաստակաշատ դերասանին այսօր ողջունելու են եկել նաև Հայբուսակ համալսարանի հրաշք ուսանողուհիները, Միս Հայաստան 2000 Քրիստինե Բաբայանի գլխավորությամբ եւ այժմ Աննա Հարությունյանն ու Քրիստինե Բաբայանը նույնպես կողջունեն Կիմ Երիցյանին։ Դու Միս Հայաստան ես, ես էլ Միսիո։ Ես մեր ինստիտուտի կոլեկտիվի անունից շնորհավորում եմ ձեզ. Это трехтомник, изданный нашим институтом, автор мой папа, Левон Харутюнян, фитотерапия. Это пусть вам только пригодится в целях профилактики. Чивандана Кирпек. Շնորհավորում եմ, ցանկանում եմ ձեզ երկար տարիների կյանք, շնորհակալություն ձեզ։ За то, что вы есть։ Քրիստինե, դուք ինչ եք ուզում ասել, Միս Հայաստանն է ողջունում հիմա Կիմ Երիցյանին։ Շնորհավորում եմ ձեզ, ձեզ ցանկանում եմ ամենալավը եւ միշտ մնաք այսպիսի շփտերես։ Եղավ, շնորհակալ։ Դե առիթից օգտվեք եւ համբուրեք Միս Հայաստանին։ Շնորհակալություն ձեզանից, պարոն Երիցյան, նստեք, ես հասկացա, որ աղջիկներից հետո ձեզ մոտ ոչ միայն տրամադրությունը բարձրացավ։ Շարունակում ենք տոնական երեկոն, սիրելի բարեկամներ, թույլ տվեք հրավիրել այստեղ մի հրաշք արվեստագետի, մի մարդու, որին ես վաղուց համարում եմ իմ լավ բարեկամը եւ որի հետ վերջապես առիթ ունեցանք ծրագրում հանդիպելու Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր։ Ուրեմն երբ որ ես ինչ որ մի բանից դժգոհ եմ լինում, հիշում եմ Կիմ Երիցյանի դեմքը, հիշում եմ Կիմ Երիցյանի փիլիսոփայական տրամադրվածությունը մոտեցումը եւ բոլոր դժգոհություններս վերանում են։ Երբ որ ինչ որ մի բանով ես ուրախանում եմ, նույնպես հիշում եմ Կիմ Երիցյանի դեմքը, հիշում եմ նրա փիլիսոփայական մոտեցումը եւ ուրախությունս բազմապատկվում է, որովհետեւ ես համոզված եմ, որ այն ինչ որ ուրախություն է պատճառում ինձ, դա անպայման ուրախություն է պատճառում քեզ եւ հակառակը։ Իսկական է, ճիշտ է։ Շնորհակալություն հաստատման համար։ Եվ ցանկանում եմ, որպեսզի առիթներ ուրախանալու, ուրախություն բազմապատկելու լինեն շատ հաճախ եւ ինչ ասեմ, մնացածը ես փորձեցի ուրեմն այստեղ Արամայի Սահակյանի հետ մենք ժամանակին գրել էինք մի ներկայացման համար մի կենաց երգ։
Հա, եւ հիմա այդ կենաց երկի խոսքերը որոշ փոփոխություններ ես կատարեցի եւ եթե թույլ կտակ ինքս երկեմ, բայց նախազգուշացնում եմ, իմ երկելուց հետո բոլորը չի որ դիմանում են, որտեւ ձայն չունեմ, լսողությունս էլ վատ է, հիշողությունս էլ ընդհանրապես բացակայում է։ Ես խնդրում եմ ներողամիտ լինես։ Դիմացկանության իմաստով ես որ տիրացուին դիմացա, քեզ կդիմանամ։ Շնորհակալություն։ Եկեք խմենք մենք հոտնկայս մեր կիմիկենացը թանկ, համոզված եմ մենք միասին կապրենք երկար ժամանակ, այսքան ազնիվ, այսքան բարի եւ հարգված եւ սիրելի, ես չեմ կարծում որ քեզ նման մեկ ուրիշը գտնվի, որ միայն իր ներկայությամբ ուրախություն պարգևի, Իմ երիցյան կենացը հալալ լինի կերածդ, միշտ ունենաս լիքը թաս և ժապիտը անպակաս։ Արդեն գիտենք, որ դարձել ես 70 տարեկան, հետո ինչ չէ որ կապրես կրկնակին բարեկամ, Դե ուրեմն շրայլաբար խոսքերը բար մաղթական քեզ ուղելով ցանկանում ենք միշտ ճանապարհ հաղթական եղիր առողջ եղիր հարուստ մեր բարեկամ պատվական իմ երիցյան կենացը հալալ լինի կերածդ կյանքդ լինի լիքը թաս եւ շփիտդ անպակաս Շնորհակալություն, պարոն Վարդազարյան, սա լավագույն նվերներից մեկն է, մայր օրինակը հանձնեք Կիմ Երիցյանին։ Հիմա կստորագրի և մինչ պարոն Վարդազարյանը իր ինքնագիրը կթողնի այս պատմական թղթի վրա, ես ուզում եմ մեր սեղանի մոտ հրավիրել երկու շատ հաճելի դերասանուհիների Էվելինա Շահիրյանին և Հայկուհի Խուդավերջյանին։ Նվերների հանձնման արարողությունը շարունակվում է։ Ամբողջ սրտով շնորհավորում եմ Կիմ ջան։ Ես գիտեմ, որ միասին Ղարաբաղ էին գնացել համերգների, իմ շունը քեզ շատ էր խանգարում։ Դե շները ինձ միշտ խանգարում են։ Իմ շունը խանգարում էր եւ դու այնպես արեցի, որ նա միշտ հաճում էր, եթե հիշում ես դու, չէ՞։ Հա, Իլյանել էր։ Իլյանել էր նույն բանը կրկնում, այո։ Շան երկը, չէ։ Այո, ի սրտե շնորհավորում եմ, ցանկանում եմ քեզ առողջություն, մնացած ամեն ինչ կլինի սիրելիս։ Ինձ ասում են ընկեր Երիցյան, նի արել ես, ասի չէ, մտել եմ։ Եվ որ կտորը թրջում են, մտնում է։ Նշանակություն չունի, առողջությունը, ասում եմ, ինչպես է ձեր առողջությունը, ասում եմ, բուլլուրովին տեղեկություն չունեմ։ Կիմ, ներեցեք խնդրում եմ, հիմա ես մի փոքր անեկդոտա նման մի բան կասեմ, միայն դուք ասես, բայց ինչու են լալիս։ Հարց հայկական ռադիոյին, ինչպես են բազմանում կոկորտիլոսները։ Կոկորտիլոսները, իրենց ձվերը, տանում են, դնում են տաք ավազի մեջ և սկսում են կոկորտիլոսի արցունքներ թափել։ Հարցրու, ինչու են արցունքներ թափում։ Իսկ ինչու են ձվերը, իսկ ինչու են արցունքներ թափում։ Փորձիր ձվերը դնել տաք ավազի մեջ։ Չեմ դրի, որտև կոկորտիլոս չեմ։ Չնայած նման եմ։ Էվելինա։ Սիրելի Կիմ, շնորհավորում եմ քեզ։ Ցանկանում եմ քեզ երկար կյանք, առողջություն։ Ինձ թվում է Համլետը մի շատ մեծ սխալ թույլ տվեց, երբ որ հայտնեց, որ դու 70 տարեկան ես։ 70 տարեկան մարդը այդպես թրջկոտելով չէր կարող դուրս գալ։ Այդպես գեղեցիկ չէր կարող պարել։ Այնպես որ ես քեզ ցանկանում եմ, որ դու միշտ մնաս այդպիսին, ինչպիսին որ կաս։ Միշտ ժպտադեմ, միշտ ուրախություն պարգևող բոլորին։ Երբ որ նա ընդհանրապես Կիմը երբեք տխուր չէր լինում, չի լինում երբեք տխուր։ Պարզապես մտորումների մեջ էր լինում։ Միայն մի բառ էր
հարկավոր, որ նրա տրամադրությունը նորից բացվեր, նորից նա ժպտար եւ նորից նա կատակեր։ Մոտենում էր եւ կամաց հարցնում ես. ինչպես էին բալիկները։ Եվ դա բավական է, որ նա նորից ժպտար, նա նորից ուրախանար։ Նա այդպիսի անձնավորություն է, որը սիրում է իր ընտանիքը, սիրում է իր բալիկներին, ուրախանում եւ ապրում է նրանցով։ Ես քեզ ցանկանում եմ միշտ մնալ այդպիսին, ինչպիսին որ դու կաս։ Սիրել բալիկներին անկախ տարիքից։ Այո։ Եվ մի քիչ էլ մեզ։ Մի քիչը քիչ է։ Ես քչով բավարարվող չեմ։ Եղավ, ուրեմն Էվելինա Շահերյան, Այգուի Խուդավերդյան, շնորհակալություն։ Պարոն Երիցյան, մի մոռացեք, որ երեկոյին ներկա է ձեր կյանքի անբաժանելի ընկերուհին, այնպես որ մի տարվեք այդքան նվերներով, իհարկե։ Հիմա մեզ բոլորիս կողջունի, հասկացա, հիմա մեզ բոլորից կողջունի մեր շատ սիրելի երգչուհիներից մեկը, որին դուք նույնպես կարծում եմ շատ լավ ճանաչում եք, Անահիտ Մանուկյան։ Ասեմ, որ փոքր հասակից ես միշտ հետաքրքրությամբ էի սպասում ձեր ելույթները, որովհետև շատ ծիծաղ, շատ հումոր եք պարգևում եւ չգիտեի, որ երբևիցե ձեզ կճանաչեմ, ոչ միայն հրաշալի դերասանին, այլև հրաշալի անձնավորությանը։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել մի երգ, երգը կոչվում է Մի գնա կիմ։ Մի գնա սիրելիս, մի նայիր, մի տանջիր ինձ այդպես, թե սիրո արցունքներն աչքերիս, ծնկաչոք աղաչում եմ ես քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ։ Անցածը միթել չի գա ետ, միթե երազ էիր, որ անցար, ճպկացիր, խաղացիր կյանքիս հետ, ու հետո հավերժող ու դարձար, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ։ Մի գնա սիրելիս, մի նայիր, մի տանջիր ինձ այդպես, թե սիրո արցունքներն աչքերիս, ծնկաչոք աղաչում եմ ես քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի պաշտեցի կույրի պես, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ, ու հիմա լալիս եմ ես անձայն, եւ անխոս հայացքով նայում քեզ։ Բրավո, Անահիտ Մանուկյան։
Սիրելի բարեկամներ, հիմա մեր սեղանին կմոտենա Կիմ Երիցյանի վաղեմի բարեկամներից եւս մեկը, Ռաֆայել Քոթանջյան։ Պարոն Քոթանջյան, համեցեք։ Սիրելի բարեկամներ, ինչ ասեմ, այնքան հաճելի էր այս պարը տեսնելով, Անայդ գեղեցիկ նվեր մատուցեցիր, հուսանք մենք էլ 70 տարեկան հասակում կարժանանանք այդ գեղեցիկ պատվին, թեև կարող եմ ասեմ, ես դատարկ բաժակով զուր չէ, որ մոտեցա, ուրեմն ասեմ, երևի թե բոլորդ գիտեք, որ երկար տարիներ, մոտարապես եթե համարենք 70 թվից, մենք և ես և Կիմ Երիցյանը, նաև մի քանի ընկեր մեզ հետ միասին, ամբողջ Հայաստանը մի քանի անգամ հյուրախաղերով շրջագայել ենք։ Եթե այդ առումով դատենք, երևի թե ամենաերկարակյաց զույգն ենք էստրադային բեմում, որովհետև ժամանակին հիշում եք, համենայնդեպս մեծահասակները կհիշեն Տարապունկը, Շտեպսելկային, հետո կային Ավդոթյա Նիկիտիչնը և Մավրիկինը, հետո կային Կարծև Իլչինկը, բայց բոլորը ամենայն անկեղծությամբ ասեմ, դատելով թվերից 7 տարի, 5 տարի, ոչ ոք 30 տարի չկարողացավ բեմում իրար հետ այսենք գոյակցել։ Միշտ ինչ-որ մի բան էր պատահում, ֆիզիկականը բացի, գշտվում էին, նեղվում էին իրարից և բաժանում։ Երևի թե մենք կարող ենք Գինեսի գրքի մեջ գրանցվել ամենաերկար բեմում համատեղող զույգը։ Եվ այդ առումով կարող եմ ասել գաղտնիքը այսօր կարող եմ բացահայտել, ինչպես բոլորը հարցնում են պատճառն ինչ էր, կարող եմ ասել պատճառը շատ պարզ էր, մենք միշտ կարողանում ենք համատեղել մեր բեմում գոյատևել նաև 20 գրամ իրար հետ խմելու։ Եվ հիմա, քանի որ արդեն խմիչքը կողքս է, ես չեմ վախենում, որ մենք մեր պարոն Ղուշյանը իհարկե մտածում է այն մասին, որ հեռուստատեսությամբ չպրոպագանդենք խմելը, բայց կարող եմ ասել, եթե մինչև հիմա ալկոգոլիկ չենք դառնա, ինչ չենք դառնա, չնայած մայրիկս, ես արդեն 50 տարեկան էի, հենց խմելուց ինձ տեսնում է, ասում է Ռաֆիկ ջան, ինչ ես անում, խմում ես, բա որ հանգած ալկոգոլիկ դառնաս, ասում եմ մայրիկ ջան, եթե մինչև հիմա չեմ դառել, չեմ դառնա, ուրեմն ձեր թույլտվությամբ բաժակներն էլ միշտ հետս են, ես հատուկ բերեցի այս գեղեցիկ կրիստալե բաժակը, բայց այնուամենը մենք ունենք մեր փոքրիկ բաժակները եւ ուզում եմ հիմա այդ բաժակներից օգտվել, որովհետև մանավանդ սա Հռոմի Պապի նվիրած բաժակն է, հիմա բոլորդ կկարծեք էլի հումոր է, հումոր չի, որովհետև Հռոմի Պապը մինչև Հռոմի Պապ դառնալը Կրակիվի եպիսկոպոսն էր Սրբազանը եւ այդ ժամանակ եւ արժանացա պատվին, երևի գիտեր թե դա էլ երկար կլինի ինձ հետ, դա էլ 70 թվին է, 30 տարի ես բաժակները ինձ հետ են, ուզում եմ ես արծաթե բաժակով խմել մեր Կիմ Երիցյանի կենացը եւ ասել մի բան, այս բոլոր տարիների, այս երկար տարիների ընթացքում, երբ մենք հյուրախաղերի ենք գնացել եւ ելույթներ ենք ունեցել, բազում շնորհակալական խոսքեր ենք լսել, բազում ծափարություններ եւ ծաղկեփնջեր, բայց նաեւ մեծահասակ մեր մայրիկներից, տատիկներից օրհնանք ենք լսել։ Երբ որ հիմա Ռուսաստանում երբեմն դժվար պայմաններում ինչ որ միտեղ ես ցուցադրում եմ ավելի արույկություն եւ ուժ, քան թե իմ հասակակիցները եւ անգամ շատ ավելի երիտասարդները, ասում են ո՞նց է որ այդ ամեն ինչին դիմանում եք, ասում են այն մայրիկները, երբ որ դուս են գալիս համերգից եւ ասում են վայ երկար տարի ապրեք, այնքան մեծ ծիծաղացրեցիք, վայ առողջ եղեք, դա չի կորում, դա հասնում է մեզ եւ երևի թե դա է մեզ պահում եւ Կիմ Երիցյանին հատկապես ուզում եմ խմել իր կենացը, բայց դեստեղ 3-րդ բաժակը կար, ես չեմ կարող չանտեսել մեր այսօրվա կազմակերպողին, մեր հարգարժան Համլետ Ղուշյանին, որ այսքան նուրբ եւ գեղեցիկ հանդիպում կայացրեց։ Համլետ ջան, թող բոլորը մեզ ներեն, որ մենք այստեղ այս փոքրիկ սեղանին միացանք, Սավրաժայմ նատրայիխ, դա ռուսական խոսք է, խմենք Կիմ Անդրեյչի կենացը բոլորս միասին մաղթելով նրան այն ինչ որ լավ ասեցին, թող երկար տարի ապրի եւ հնարավորին չափ շատ ու շատ ջահելներին, այն մանուկներին իր արվեստից բաժին հասցնի։ Այդքան բան, իսկ եզրափակումը կլինի այն փոքրիկ հատվածը, որ մենք կներկայացնենք, դա մի քիչ իհարկե նկարահանված է, որովհետև այստեղ այդ պայմանները չկա, հիմա մի ամբողջ անկողին բերենք, անկողնում պարկասենք Կիմ Երիցյանին, որպեսզի ինքը խաղա այն կտորը, որը կոչվում է փուշը,
Փուշը ինչու, որովհետև այս օրերին շատ կարևոր է մեկս մյուսի նկատմամբ լինենք նրբանկատ եւ կարողանանք մարդկանց հասնել այնինչ դրա հակառակն ենք տեսնում եւ քանի որ այս տեսարանը խաղալուց դուք բոլորդ կտեսնեք եւ կզգաք Կիմ Անդրեյիչի մեծ վարպետությունը ուզում եմ ասել այսօր էլ մեր վարպետությունը ծառայում է միայն մի բանի կարողանանք մեր արվեստով ինչ որ չափով թեթևացնել շրջապատի կյանքը եւ մենք մեր արվեստով կարողանանք ժպիտ պարգևելով մարդկանց տրամադրությունը բարձրացնենք երևի թե արվեստագետից ուրիշ բան չի պահանջվում բայց այսօր դա էլ շատ դժվար է եւ այնուամենայնիվ հրաշք մեզ եւ հրաշք Կիմ Անդրեյիչին որ կարողանում ենք դա անել Գոչ, այ գոչ, այ գոչ, հացամում ես, ուրեմն այսքան փուշ է, մտավ մատս գլխիցս մեծացել է, այդ անտեր փուշը մտավ ձերքիս բուտ մատը, ոտքիս բուտ մատն էր մեծացել, քու գլխի չափ էր դարձել։ Ցավը սենց իջավ ձախ ոտս, հետո տրանզիտով իջավ աջ ոտս, հետո բարձացավ տվեց տրեպ գլխիս։ Մի ամիս է վերընկած եմ լսում ես, մեկը չեկավ ասի Սակո ջան քեզ ինչ է եղել, ինչ է պատահել, բա մի փուշի համար ինչի այդպես վերընկնես մի ամիս, ոչ ոք չեկավ, ոչ երեխա, ոչ բարեկամ, ոչ ընկեր։ Այսպես լավ է դու կաս Գոնչ։ Այ Սակո ջան, վայ գերես։ Բուտմատը փուշավ դե։ Բամբասում է։ Ադեմի գնացի։ Հանի վդե Սակո յամանը կինգ գենի։ Այ շատ շնորհակալ։ Տեսիչա։ Այ ապրես։ Տրամադրությունը բարձացի։ Շատ շնորհակալ։ Ոսա, ռվետալը կետ բուտմատը քիչ է։ Այ տաթավմա։ Ոյ ձերս արել բաբյամիս։ Բաբիս վերընկած եմ քաշում ես վար։ Այ տաթավմա։ Այ տաթավմա։ Հատե ճիշտ ասարով բուտմատեց գուշ ես պայ, որտե մեծ արտեցի էվեք այդեց քունումա բուտմատը փուշ է մտի, այվատ կրացի վանդավ չասկացակ, ինֆեկցիա երացի, ինչ երացի, հաստատ հոգի դուսավարի կեքիմ, մեր հատ, բա ինչ արիտ, մեր հատ, մեր չեր էտ մարդը, բա մի փուշի համար նահատա կլի, բա մի փուշի համար գնա Այդ վախվի։ Բա մի փոշի համար նահատակ գնա։ Այդ վախվի։ Իհա, բա։ Չէ, մի վախեցի։ Հո ամեն մեկի դեպ բան չի պատահի։ Թեյ մարդիկ վախենան, որոնք ուրիշներին վատություն են անում եւ բնականաբար մարդիկ էլ իրեն են վատություն ցանկանում։ Շատ որ ճիշտ ասեք մարդիկո մասին էլ պակաս բաներ չեն խոսում։ Ինչ պիտի ասեն այ մատ գլուխս կախի միամիտ աշխատանքի։ Ամես, ազնիվ, այդ որ միամիտ համես դու ազնիվ լի, մի քանի օրից վրեջ անանիմ կա չեն գրի, էլալի չանանիմ կա։ Ինչ անանիմ կա, այդ մարդ եսում եմ լավություն կամ վատություն արել, վրես անանիմ կա էլ Այդ հուզում ես։ Բա այդ ով չեր հուզվիլ։ Այդ հուզում ես։ Բա ես որտեղ անանիմ կամ որտեղ Չէ, մի հուզվի, ոչինչ, անանիմ կա գրելն լավ է նայ, մի 10 տարի բերդում կնստես, դուս կզաս կապակցես քո արդարի։ Ոյ մարդ գժվել ես ինչ է, ու ինչի պիտի գնամ բերդ նստեմ, հետո դուրս գամ ասեմ ժողովուրդ ես մեղավոր չէի, անկարծակի սխալմապ ազգանունից տարը սխալ են գրել, Արաքելյանի փողարեն Մարաքելյան են գրել, տարել նստացրել են հետո։ Այդ այլ հուզում ես, այդ բացի չուզում ես։ Ցավս նորից բռնի։ Բայց ցավը նորից բռնի, բա եկե պիտի բռնի։ Ես ինչե՞ վարի կկոմա։ Ցավս վերական ես։ Եկել եմ քո տրամադրությունը բարձրացնի։ Շատ շնորհակալ եմ։ Եկել եմ քեզ ոգեշն չէ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ մի անգամից խառնում ես իրար։ Շատ շնորհակալ եմ։ Հետո մարդը կար հուզվող կլի։ Բայց դեռ հուզվող կլի։ Այ որտեղ դες խառնում ես իրար։ Հուզվում ես, որ մի բադբանի մանա կոմասի քեզ չեմ ասի, որտեղ դեմ անգամից խառնում ես իրար։ Հա, օրինակ երեք բացա, որ ես երեք տղայի ինստիտուտից բառնել են։ Բայց ոնց որ տես քեզ ոչ ոք չէ։ Լավ է, չեմ ասում։ Բայց թրապենից սարմատ։ Մռն։ Ոչ։ Իմ Չասում։ Իմ երեխին որ իրավունքով են ինստիտուտից վռան Ինչի չասում չեմ հասկանում։ Ամեն դե ինչ ես ասում։ Երեխեն 5 երով սովորեն Որ բռնեն Երեխեն 5 երով սովորեն
Ամեն ինչ չեմ ասում, ինչ։ Ամեն ինչ չեմ ասում, քեզ հիմա դա ու բուժերը փոքր նոր լեզու են սովորացի։ Ես երեխուն կարգին 10 տրն որ բռնեմ վրան պարզա, կրճատված լեզու ես կասել, պարզա, ես է կարամ կրման կրճա, այդ տղա կրճատված լեզու կասել, այդ տղա, եթե դուք երեխուն կարգին 10 տրն, շատ լավ էլ 10 տրն, ինքն է կարգին կսովար, ինգերով էլ իրամ են սիտտի չեն վրր, բայց կարի որ դու իրան կարգին չես 10 տրն, այ մատ լավ էլ 10 կոնոման էշկով մարչի մեծաց, պարզապես էշշա մեծաց։ Ոսում եմ երեխեր ինգերով սվր, որ հիմա էլ վրն Այդ տղա հետաքրքիր մարդ ես, մատդ կար հուզվակլի, Բայրախ ինստիտուտից մատդ կար հուզվակլի, Բայրախ ինստիտ, մատդ կար հուզվակլի, Բայրախ ինստիտ, Կարող պատային կնիկնալ այն ձնես դավաճալու բոցոր կնիկ եմ։ Այ մարդրավ բենիցից լեզուր կուլտակ մոնը այս բանը չասել եմ։ Կին է Ինչ ասում։ Իշի չասում չեմ ատկանում։ Ում հետ է դավաճ։ Այմա ոնց է շարքային կրկրճատների մայ շան հաչոցի ացե։ Կիրս ում հետ է դավաճա։ Այմա թե հաչում ես կարկին հաչ հասկանակ ինչ ես հաչում է։ Ում հետ է դավ Ինչ ինչ ես հաչում է։ Կիրս ում հետ է դավ Հիմա շան հաչոցից անցավ ելի որնակի, այո, ինչ ես հաչում։ Ում հետ է դավ Ում հետ է, այմատ ինչ կրոց ում հետ է, կարևոր որ դավավավավավա, չետո ուզում օրը հազար անգամ դավավավա, ուզում օրը միլիոն անգամ դավավավա, ինչ կասում է դավավավա, մենակ է հերը սաղմնա, այմա թրապ է, լեզ կուտ այդ բանը չասում։ Իշի չասում, այդ աղա ինչ ես ասում, այմա ոնցոտ է շարքոյին կրճատված լեզվի, շարքոյին շան հաչոցից, հիմա այն գելի որնոցից, հիմա խուլու համրել լեզվին անց է։ Պապային ինչ է եղե, Պապային ինչ է եղե, պապային ոչինչ չի եղե, մահամերձ է։ Ինչ է։ Ինչ պապա։ Պապային Պապային ինչ անեք, ինչ անեք պապային։ Պապային Տակություն չապին։ Դավլենի չապին։ Շտապի Գլիզմանի։ Բա ինչ անեք պապա ինչ անեք։ Ավտո բժիշկ կանչի, դե չասա։ Այդ դրայ տես կուտեղել ես բժիշկ կանչես, մլիցա կանչեի, մլիցա։ Չէ, մլիցե ոստի պապայի բժիշկ։ Այմա մլիցա կանչվեք ոչ թե պապայի բժշելու համար։ Մլիցա կանչվեք որ իմանային, 2-15 տարեկան մատղաշ աղջիկ է, իրա խելքով է փախել, թե ռեցեծի միշտ ավազակ է խելքը կել է փախցրել աղջիկը։ Այ կանչեք որ եկի իման։ Ինչ է այդ։ Կանչեք որ Կանչեք որ Կանչեք որ Այ մարդի չետաքրքիր բանակյանքը, հասրակ ման, բութ մատը փուշ էր մտի, երեք մարդը կար, էչո չկա, հաստատ երևի, ինֆեկցիա անց է խելքի, Շնորհավորում ենք Կիմ Երիցյանին, իսկ ձեզ բոլորիդ ողջունում է Աստաֆյան համույթը։ Ես կարծում եմ, որ Miss Հայաստան 2000-ը բարի կհրավիրի Կիմ Երիցյանին եւ մյուսներն էլ խնդրում եմ օգտվեք այս գեղեցիկ երաժշտությունից եւ բարում ենք ի պատիվ Կիմ Երիցյանի Աստաֆյան համույթ
Եկեք մեկ անգամ եւս շնորհավորենք Կիմ Երիցյանին, նրա ծննդյան տարելիցի արդիվ։ Մաղթենք քաջ առողջություն, նորանոր դերակատարումներ։ Եվ երևի ավանդույթի համաձայն ամեն տարի այսօրը հավաքվենք Աստաֆյան այս գեղեցիկ սրահում եւ միշտ շնորհավորենք մեր հարգարժան վարպետին իր հոբելյանի արդիվ։ Հրաժեշտից առաջ ես ուզում եմ մենք լսենք նաեւ Կիմ Երիցյանին, որից հետո արդեն, ինչպես ասում են, հրաժեշտ կտանք միմյանց։ Շատ շնորհակալություն, սա ոչ թե եզրափակիչ խոսք է, եզրափակ առհասարակ չեմ սիրում փակ բառը, հետո եզրա։ Այդ եզրը որտեղ է տիեզերքի պես բան է, եզր կարող է լինել։ Ոչ։ Եղավ, շնորհակալություն, ինչու եմ ասում, ինձ համար Հայաստանը բոլոր մարզերով է։ Ես հիմա չեմ կարող չշնորհավորեմ Գյումրիի իմ եղած բոլոր բարեկամներին, շատ են։ Ալավերդու, Կիրովականի, Հոկտեմբերյանի, Քավառի, ել չեմ խոսում Արտաշատի, Կապանի, Մեղրիի, այդ ամբողջ նաև Ղարաբաղի, են էլ ինչպես Ղարաբաղի։ Ես ինչ եմ ուզում ասել, ինչու եմ լավ զգում, շատ հասարակ բան, ես այսօր չէ որ լավ եմ զգում ինձ։ Ամբողջ կյանքս է թելադրում ասել են, դուք տեսել եք երկու ափ է եւ այդ ափերի մեջ երեխա է նկարված։ Այդ ափերը ու տակը գրած է գոտրիբյոնկը, մենք մի դար ենք պահում երեխեքին, ինչ գոտրիբյոնկը, բայց ես ուզում եմ այդ էմբլեմը օգտագործել այսպես։ Սիրելի բարեկամներ, այս ափերը Հայաստանն են, հայ հանդիսականն է, այդ երեխան էլ ես եմ։ Շատ շնորհակալություն այդ ջերմ ափերի համար։ Շատ եմ շնորհակալ, ինչքան մարդ լսի, ինչքան մարդ տեսնի, իմանա որ Կիմ Երիցյանը մեր տանը չի, ձեր տանն է։ Ես ձեզ եմ շնորհավորում, ինչ շնորհավորելով։ Ես ինձ ոչ թե շնոր բառը գիտեք ինչ եմ ասում, հարազատներին շնորհակալություն չեն ասում, շնոր բառ եմ ասում, որովհետև արանքում շնոր բառ կա։ Այդ շնորը ձեզնից է եկել, արձագանքվել է, երբեք ձորին հեհեյ մի ասեք, եթե արձագանք չեք ստանալու։ Սա արձագանքն է իմ հեյ, այն արձագանքն է, որ ստանում եմ, այսօր շնորհակալությունս ասեմ, այսպես ոչ թե պարտադիր կերպով, այլ պարտադրված կերպով եմ շնորհակալություն ասում, միշտ չէ որ այսպիսի ջերմություն ենք ստանում կամ ջերմաստիճան ենք ունենում։ Շատ շնորհակալություն Համլետ ջան, Աստված տա քո Հոբելյանին, ես ներկա լինեմ եւ ինքս վարեմ այդ Հոբելյանը։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հիմա հրաժեշտից առաջ հանձնում ենք նվերները Grand Candy Կիմ Երիցյանին ողջունում է նաև Շվարցկոֆը։ Ահա բարեկամներ, այսօր այսքանը մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ ինչպես ասում են, մինչ նոր հանդիպում